Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք ոչ միայն մշակույթից։ Այսօրվա հյուրս տաղանդավոր եւ բոլորիս կողմից շատ սիրված դերասան Լևոն Հարությունյանն է։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ հյուրս լինելու համար։ Շնորհակալ եմ։ Ինչպես եք։ Շատ լավ, շատը հանենք մնա լավ, հələ որ։ Հա։ Իսկ շատը ավելացնելու հույս ունենք, թե դա վերջում հարցնեմ։ Չէ, ամեն ինչ մեր ձեռքերում է։ Մեզ ուղղակի արդանալա պետք է, քնիցանով է պետք է։ Ես իմ շատ սիրելի հետևորդներին մի գաղտնիք բացեմ։ Միշտ սիրել եմ պարոն Հարությունյանին իր դերը, իր խաղը, իր հումորը, բացառիկ հումորը, որը շատ նուրբ է, բայց այսօր սուրճ խմելու ընթացքում հարգանքս բազմապատկվեց։ Դուք շատ adekvat եւ շատ իրականությանը իրական աչքերով նայող եւ չվախեցող արվեստագետ եք, որ ցավոք մեր օրերում պարոն Հարությունյան շատ քիչ է պատահում։ Ուր են մեր արվեստագետները, երբ տեսնում են երկիրը կտոր մասնատած, այսպես մենք չգիտենք ինչ ենք անում մեր երկրի հետ։ Մշակույթին կանրադառնամ անպայման։ Մշակույթին անդրադառնալու բան չկա, որովհետեւ պետք է մշակույթի նախարար ունենանք, մշակույթի օջախ ունենանք, իսկ այդ էլ չկա։ Մի հատ Նայկովա մեր մշակույթի նախարարը Ժաննա Դարկը, նույնիսկ պատրաստ չենք իրան վառել։ Ես ներողությունը չեմ ուզում անվանակոչել կամ անուններ տալ, բան արդեն բոլորդ էլ գիտեք, ուղղակի ես մշակութային ջարդն եմ սպանում, դա սկսվեց թատրոններից, մի քիչ տեղից գան։ Փակվելուն, հա, թատրոններ փակվելու։ Ոչ միայն փակվելու եւ ամեն ինչ դրանց հետ անում, նայեք ովքեր են զբաղվում մշակույթով, ովքեր են մշակույթները, ովքեր են մշակույթի մարդկանց փոխարեն որոշումներ կայացնում, ու տեսեք ինչ որոշումներ են կայացնում, հələ դրանց կայացած որոշումները գոյ թատրոն են փակում։ Այո։ Գոյ թատրոնի տերը տղամարդ էր, ворց էր։ Գոյ թատրոնի տերը թատրոն սարքող երևույթ էր։ Իսկ հիմա թատրոնի տնօրեն են բերել մի մարդու, մի երիտասարդի Վարդան Մկրտչյանին, որը նույնիսկ տեղյակ չի, որ գոյ թատրոնի աթոռները հանել են։ Այո, այդ է ուզում ասել։ Իր այդ արգումենտը մեկի եթերում որ տվեց, ասում այդ աթոռները դա համազգային թատրոնի աթոռներն էր, ու այդ ժամանակ ես եմ տվել թատրոնի աթոռները լուրջ դու տվել ես, լավ ապրես, շնորհակալ ենք տալու համար, բայց այդ թատրոնները տվել ես մի տղամարդու, մի մարդու, որ թատրոն էր սարքում, թատրոն էր կառուցում, որտեղ ինքը հինը հանում էր, նորն էր ուզում բերել տեղը, ու ինքը ճանապարհը գտել էր այդ աթոռները ոնց բերել, որ եթե համազգային թատրոնում բերել են նոր աթոռ, ու այդ աթոռները պետք է տանեք, բայց ասեց իմ աթոռները հին են, կտակ, իհարկե դու փորձեր չտայիր, Վարդան Մկրտչյան, ու այսօր դա ակու համար դարձել է հպարտանալու առիթ, այդ աթոռ, դու ով ես որ աթոռ տաս, էն գոյ թատրոնին, էն Արմեն Մազմանյանին։ Այո։ Դու այն ժամանակ երազեր Արմեն Մազմանյանի այ ներողություն աբիժնիկ, դու ես Արմեն Մազմանյանի սարքած թատրոնն ուզում ես քանդել, որովհետև որովհետև այ փակագծերի մեջ վերցրած տղամարդ դու ով ես, դու քեզ դրել էին տնօրեն, դու պետք է Քեզ թվում է որ դու թատրոնից հասկանում, դու թատրոնից չես հասկանում, թատրոնը տես չեն պահում, թատրոնից տես չեն հասկանում նեղանալով, թատրոնին կոլեգային ստորացնելով չես դառնում տնօրեն կամ ոնց բացատրեմ, դու քո կողակցի, քո պարտնյորի, քո կոլեգայի արժեքը չգիտես, քո կողքին կար մի հատ ընտանիք, որը շնչում էր, ուներ իր փայ երջանկությունը, դու այն տունը մնացած չբավարարված կնոջ նման եկար ու դու ուզում ես այդ թատրոնը քանդել, այդ թատրոնը նախ Այդ թատրոնը կայանալու համար, թատրոն դառնալու համար հնարավորությունը տվել էր մեր հարգարժան, մեր բոլորիս կողմից շատ սիրված Խորեն Աբրամյանը, որովհետև այդ մեծություններ էր տղա, այդ մեծություններ գիտեր թատրոնի արժեքը։ Դրա համար երբ որ մեկը խնդրեց, որ ուզում եմ թատրոն բացել, եթե մարդը հասկանար, որ Արմեն Մազմանյանը չի կարող թատրոն բացել, ինքը երևի դրան չգնար։ Որտեղ հասկացա, որ կանգնած է նոր սերունդ Եվ գիտակից ուզում ազբաղվել թատրոնում, ուզում է թատրոն բացելու, բացես, գիտեր վաղն իսօր թատրոնի տեր ես ելնելու։ Դու մի ժամանակ ուրիշների համար համարվել ես նոր սերունդ, դու այսօր եկել ես թատրոն ես քանդում, թատրոն ես փակում ու դրան ձեր չի անում այսօրվա մեր մշակութային շնչող կամ չգիտեմ, ես մտածում եմ այդ
նախարարությանը պետք է արհեստական շնչառություն տրվի, բայց չգիտեմ որ տղամարդը կուզենա այդ կնոջը մոտենա ու արհեստական շնչառություն տա։ Պարոն Հարությունյան, լավ, նախարարությանը գուցե մի տղամարդ գտնվի, ով տա շնչառություն, բա մեր արվեստագետներին, մեր մշակութային գործիչներին ով տա շնչառություն։ Ուր են մեր մշակութային գործիչները։ Ես ոչ մեկի փոխարեն չեմ կարող պատասխանել, ես խոսում եմ ոչ Փաշինյանի օգտին եմ խոսում, ոչ Քոչարյանի, ոչ նրա։ Ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև ոչ բարովես օրերը ուղղակի կուզենայի մեծ սիրով ջնջեի մոտ հիմա ինձ ռետինի հոգեբանությունը եկեն հենց եմ ուզում սաղ ջնջեմ ու սկսեմ զերոյից սկսեմ ինչ-որ նոր կետն էլ արդեն այդ նախադասություններ ա բան եղել զրոյական կետ, նոր կետ զոր ես որտեղ կուզենամ մի խոսքով ես կուզենամ մի հատ ворց հայտնվի մի հատ լիդեր ու այս դաշտը մակրեցել լիդերը կայքի ու կարողանանք սկսել զերոյից սկսենք մի կետից որը առաջերտին կվերականգնի մեր հպարտությունը դե մշակույթների գործիչներին էլ իմ կոլեգաներին չգիտեմ այսօր մշակույթի մշակներին դարձրել են կին տորորդատում օրոտում են ժողովուրդ պետք չի վախենալ սոված մնալուց Եթե այսօր վախում եք ձեզ են հայրելու, վաղը այսօր քո զավակներին ու նոր սերնդին են հայրելու, իսկ մենք այսօր իրավունք չունենք նոր սերնդին ստորացնենք, որտեղ ապագան իրանց ձեռքում է։ Հակառակ մենք պետք է կարողանանք նոր սերնդին ինչ-որ բան թողնել։ Ես վերջերս դրա մասին անցած խոսում եմ, ու այդ տաղանդավոր շնորհքով երեխեքից ներողություն եմ խնդրում, որ այսօր մենք իրանց բան չենք թողել։ Մենք նոր սերնդին ոչ մի բան չենք թողել։ Այսօր եթե կայանա այդ նոր սերունդը ինքը իրանով է կայանալու, իր որոշումներով, իր ճիշտ ընտրությամբ ու ամենակարևորը։ Այսօր փառք Աստծո ես հպարտանում եմ այն երեխեքին, ովքեր հրապարակում այսօր մերժում են մի մարդու, որ այդ տարիքում այդ երեխային հասկացրեց, թե ինչ բան է հայրենիք կորցնելը, ինչ բան է հպարտությունը ոչնչացնելը, ու այս երջանիկով այդ սերունդը արդեն արթնացել է ու ոտքի է կանգնել։ Իրանց չեն ասել համոզված եմ, եթե ասել եք Եթե ինչ-որ մեկը մոտենար ասել, եթե այդ սերունդը կարող էր ասել, դու մեզ մի ասա, մենք վաղուց գիտենք։ Դրա համար իրանց բան պետք չի սովորացնել։ Պրոստը պետք է կարողանանք իրանց կողքին լինել։ Որպես թիկուն, որպես մարդ, ովքեր դեռս մատաղ սերունդին բան չեն թողել։ Եթե բան չեն թողել, ուրեմն իրան բան չունեք սովորացնելու։ Եթե ինչ-որ բան կթողեք, այդ ժամանակ կգայք Խելոք կլնեիք այդ նոր սերունդը ձեզնից ձեր կարծիք հարցնել, նույնիսկ այս երեխեքը չեն ուզում մեզանից կարծիք հարցնել, որտեղ մենք չենք կարա այսքան 30 տարի անընդհատ սխալվենք։ Այդ երեխեքը ինչ են տեսել բազում սխալների շարք։ Ու եթե այդ սերունդը այսօր կա, հալալա իրանց։ Այսօր կա իրանց որոշմանը տերը լինելով ու հայերեն ասած ճիշտ վիբր անելով։ Ու ես իհարկե վերջում ես ելի կդիմեմ իրանց, որտեղ այսօր Դա իմ սիրելի դաշտն է, որտեղ դեռևս չեմ կարողանում ու չեմ ուզում այդ դաշտում կայանալ, ես ուզում եմ այդ դաշտի մշակը լինեմ, նոր սերնդի դաշտի, այդ ստեղծող դաշտի մշակը լինեմ, եթե ինչ-որ բանով կկարողանամ օգնել։ Բայց այս երեխեքին մի քարկոցեք։ Ես առաջինը նրա կոկորդը կկրծեմ, որ հանգարց ուզենա այս երեխեքին մի բան ասել։ Նո այսքանը կարող եմ ասել։ Գիտեք, շատ բացառիկ դեպքեր է լինում, երբ ես չեմ ընդհատում իմ հյուրին։ Եվ չեմ փորձում միտքը, որովհետեւ դուք ասում եք այն, ինչ թերևս միշտ երազել եմ եւ մտածել եմ։ Եվ ակամայից հիշեցի ձեր կարծեմ վաղուց տված հարցազրույցներից մեկում, երբ դուք ասացիք հույսը 2000-ական սերնդի վրա է։ Եվ նրանցից պիտի դուրս գա ինչ-որ լիդեր։ Դուք դա ասել եք դեռ վաղուց։ Այսինքն դուք դա զգացել, տեսել եք վաղուց։ Որովհետեւ կտակարանում էլ է գրված Իսուսի խոսքերը, որ շատ բառաբար չեմ հիշում, որ 2000 թվականից ծնված երեխեքին բանի սովորացրեք։ Ես իրանց արդեն ամեն ինչ ասել եմ։ Ու փառք Աստծո, էլ ինչպես միշտ հայը միշտ եղել առաջինը կուզենամ եւ քրիստոսը ընդունելով առաջինն ենք եղել ու լիքը անիմաց քայլերի մեջ էլ առաջինն ենք եղել։ Բայց ես կուզենամ այդ դեպքում էլ առաջինը լինենք նոր սերնդի հետ կապված։ Կուզենամ Աստված Պարոն Հարությունյան, ով կամ ինչը ձեր խոսքերն են մեջբերում մշակույթի հերը անիծեց։
Ով կամ ինչը, կամ ինչից սկսվեց հերը անիծվել։ Մենք չենք սիրում լիդեր։ Նույն հիվանդությունը տարածվել է թե մշակույթում, թե գիտությունում, դա մի տեսակ հայկական հիվանդություն է դարձել։ Մենք չենք սիրում մեզնից տաղանդավոր մարդկանց։ Մենք չենք սիրում մեզնից շնորհքով մարդկանց։ Երբ որ կա մարդ, որ տաղանդավոր է ու ինքը ազգի դեմքն է ու կարող է այս ազգին ներկայացնել դրսում, մենք շատ ակնթարթի մեջ ոչնչացնում դեն եք գցում։ Պետք է մեծերին գնահատող լինենք, այդ մեծերի խոսքը պետք է արժեք լինի։ Մեծը պետք է դառնա ուսուցիչ, մեծին պետք է տեղ տաս, այսօր մեր մեծերը չեն կարողանում խոսալ կամ չեն ուզում խոսալ։ Մի խոսքով պետք է դրանց Այո։ Դի մեծարենք, մենք չենք կարողանում մեծարել ու դրանից է որ մշակ, եթե այդ ամեն ինչը լիներ ու մենք մեր եկող սերնդի մեջ ունենայինք օրինակներ, մարդ, որի մեջ կար քաղաքացին, գրաժդանին ռուսերեն բարգա, ու որ հանկարծին կասեր ճշմարտություն այլ չվախեցնեին, որ կարող է աթոռները ձեռից տառնել, շորտելի եմ կրկնում մի վախեցեք սոված մնալուց, դա տևելու է ընդամենը մի 4 օր, դրանից հետո ստամոքսել է երջանիկ, որ քիչ է շուտում։ Գիտեք, որ ասացիք մեծին մեծարել, ես ինչ հիշեցի, վերջերս Խորեն Աբրահամյանի 95-ամյակներ, ոչ պետական մակարդակով, ոչ մասնավոր, չնշվեց։ Պետությունը չքած ունի մշակույթի վրա։ Բայց մեր մեծը, մեր վարպետը, մեր Խորեն Աբրահամյանի 95-ամյակը անցավ լուր։ Անցավ լուր։ Արջևում Կարեն Ջանիբեկյանի 100-ամյակն է լինելու։ Չեմ ուզում շտապեցնել իրավիճակը, բայց էլի նույնն է։ Իրանք գոնե այդ կողմից իրանք այնքան լավ են ճանաչում, իրանք այնքան ճղճիմ են, նույնիսկ չեն կարող մեր մեծերին ճիշտ ներկայացնել։ Դրա համար իրանք վախենում են։ Իրանք չգիտեն ինչ խոսեն, իրանք տենում են մշակույթի հետ ինչ են անում, ոնց կարող են Խորեն Աբրահամյանի ու Գուրգեն Ջանիբեկյանի մեծարել, իրանք այդ ձևը չգիտեն մեծարում։ Իրանք չեն կարող մեր մեծերով երջանիկ լինել, որտեղ մեր մեծերի արածի արժեքը չգիտեն։ Այսօր իրանք հայրենիք իրանք ստամոքսն է, ոնց կարա։ Մեկ նայեք այսօր ինչ է կատարվում։ Ես անես կուզենայի ձեր ամենակարճ հարցազրույցը լինի, որովհետև ես կարող եմ մի բան ասել դրանով թեման փակել։ Եկեք քաղաքականությունը դա պոռնկություն է։ Եթե դրանով զբաղվում են պոռնիկները։ Բայց հենց պարտադիր չի դրանով զբաղվեն պոռնիկները։ Ստե պարտադիր բառնակալ է։ Ու ես կարծում եմ թեման այսօր կարող ենք փակել ու պրծել։ Չէ, իրականում այնքան ծավալուն է այդ թեման, պարոն Հարությունյան։ Ես հասկանում եմ, որ կներեք արդեն ես եմ ձեզ ընդհատումները որ Համեցեք։ Ծավալուն լինելու դեպքում ախր եթե այս ամեն մեկիս ասածը կամ որի մեջ կա ճշմարտություն գոնե այս մոլորված հայերին տեղ հասնեք, ասեի հա, եկեք խոսենք, եկեք անդադ ասենք։ Չէ, բայց լռելով էլ հարց չի լուծվում։ Ես համաձայնում, եթե լռելով լռում են բոլորը։ Երկիր ենք կորցնում, լռում են, երաբլուր ենք լցնում, լռում են, հողեր ենք տալիս, լռում են, ցինիզմ ենք տեսնում բացահայտ ամեն օր մարդկանց կողմից լռում ենք, հետո ինչքան։ Ցինիզմի բերին հասեցին սրանք, դա տեսեք ազգային ժողովը ինչ դասեցին, նոր որ եկել են ազգային ժողովի այդ բանը, որ կա այդ ամբիոնը իրանց համար դասավ, ինչպես կարելի է այստեղից այսպիսի բաներ ասել, ու այսօր նայեք ինչա կատարում, ազգային ժողովը դարձրել են շուկա։ Ազգային ժողովը դարձել են, ազգային ժողովը մտորդ այսօր կենցաղն է, այսօր տղամարդիկ ընդեղ նստած են, նույնիսկ ընդեղ արդեն չկա տղամարդ, որ կնա մեծարա, ընդեղ ոնց են խոսում կանանց հետ, կամ կանայք ոնց են, մի խոսքով դա այնքան զզվելի է այդ մթնոլորտը, ու իրանք այդ մարդիկ ամեն օր գնում են այդ մթնոլորտի մեջ աշխատելու, ու դա իրանց հաճույք է բացառում, մի տեսակ իրանք ինչից են հաճույք ստանում։ Դե Ալեն Սիմոնյանն ասաց մեր երազած ընդդիմությունն է, մեկը մյուսին արժանի է, ես չեմ ուզում ոչ մեկին ոչ մի բան ասում, ես ցիտում եմ։ Այդ մարդը երազել է, որ փոքրուց երազել է, որ ինքը ընդդիմություն ունենա։ Ինչի եք բացառում, որ։ Այսինքն ինքը այդպես դաժան մանկություն է։ Ինչ եք բացառում։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ոչ մեկ իր տեղում չէ եւ իր դերում չէ։ Ես դա մեր երկրի մեծ պրոբլեմն է, այդ պրոբլեմը դա վաղուց կար, որովհետեւ այս երկիրը կամաց քանդվեց նրա համար, որտեղ
90%-ը ոչ մեկ իրանց տեղում չէ։ Եվ բոլորը գեներալ էին։ Որովհետև այդ պահին դա մի պերիոդ, մի շրջան էսասի կեսը գեներալներ էին, կեսը տաքսի շոֆերներ, տաքսի շոֆերները ընտանիք էին պահում, գեներալները ուզում էին հայրենիք փրկեին, ու տակը մնացել էինք մենք։ Մեզնից էլ դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը։ Որ տակի, կաստուտի տակից կերացից հանեցին, կես էր մնացել մեզ։ Գիտեք ինչ։ Եկեք ոչ մեկի չմեղադրենք, բոլորս ենք մեղավոր ես հարցում։ Միանշանակ համաձայնում, միանշանակ։ Այն հնարավորություն, որ մեզ 30 տարի շարունակ տրվեց, մենք չկարողացանք այնքան խելոք չենք, որ չկարողացանք օգտագործենք։ Չկարողացանք ու ուսում ենք այսօր լինենք։ Որովհետև 4 ղեկավարներից բռնած ոչ մեկ այս երկիրը չի սիրել։ Չի սիրել։ Եթե սիրեր, ու ուզենար մնալ այս պատմության մեջ, ինքը վաղուց ինչ-որ բան արած կլներ։ Ինքը միշտ դրա համար ասում են սոված մարդուն պետք չի բերել կառավարություն։ Կամ էլ եթե ուզում մտնում հասկանում եք տաղանդարով, պետք է տանել միտեղ նորմալ կերակեր, սովորացնել ինչ բանա ուտելը, սովորացնել ոնց կարելի է ուտել, սովորացնել ուտելու չափ կա էլի ուտելու համար։ Որ մարսողությանը չվնասի։ Այո։ Ու ունեց ուտես, որ ուրիշներին չվնասես։ Ես էլի եմ կրկնում, ես չեմ հարգում այդ տնօրենին, որը չի ուտում, բայց պաշտում եմ այդ տնօրենին, որը գիտի ուտելու չափի զգացողությունը կամ չափը։ Գիտի ուտելու չափը, ասենց ասեմ։ Բայց լավ, ուտելուն էլ չափ կա, կշտացի վերջապես, որ մի քիչ էլ ժողովուրդն ուտի։ Մի, այս կառավարության տերերի ասում են մարդու օրերին 20 րոպե ուշ է հասնում, որ ինքը կշտացել է, դրա համար ինքը իզուր 20 րոպե ուտում է։ Սրանց մոտ ընդհանրապես չի ասել, հələ որ իրանք սոված են։ Իրանք ասում են, իրանք անդադ սոված են, ես չգիտեմ։ Իրանք մոտ շատ ուշ է, իրանք մոտ ինչ-որ օրգան պետք է փոխվի, ես չգիտեմ, ուղեղն է, սիրտն է։ Ստամոքսը։ Ստամոքսը։ Լավ։ Գիտեք, իմ համար ինչն է ցավալին, լինելով կրկնում եմ եւ չեմ թաքցնում ձեր հանդիսատեսը, ձեր երկրպագուն, միշտ տեսել եմ Լևոն Հարությունյանին այն կերպարի մեջ ուրախ, զվարթ, հումորը, նուրբ լարով հումոր, տարբերվող հումոր, որ լուրջ դեմքի արտահայտությամբ հումոր է կանում։ Անգամ հիշում եմ մեկ անգամ ասացիք իմ մեջի ծաղրածուն։ Իսկ հիմա ձեր մեջի ծաղրածուն ինչի է տխուր։ Դե ծաղրածուն միշտ տխուր է, չէ, ես իհարկե տխուր եմ, այսօրվա վիճակից տխուր եմ այս ամեն ինչից։ Տխուր եմ, որ իմ ազգին չպատկանող ինչ-որ անիմաստ ճիճու ու ворդ մեզ ասում է մենք ինչ անենք։ Ու այդուն որ ասում է գլուխը կախ։ Հենց եմ սիրում տղաբառը, հենց եմ սիրում ворդ սպառը։ Չկա էլի այդ Մենք նայեք տեսեք ով է մեզ բան ասում, ու մենք այսօր կծկված ենք, մենք իրավություն ենք։ Մի չեմ ուզում այդ սիրու բառերը, մենք մեր հայ ազգի երբեք չի լավ էլ կծկվել է։ Ու միշտ եղել այս դավաճանների շնորհիվ։ Միշտ եղել է ես, գիտեք ինչ, ոնց են ասում պատմությունը, պատմության սխալները մեզ չեն սովորացնում։ Պատմության սխալները մեզ չեմ կարողանում ձևակերպել միտքս մեջ։ Այս ընթացքում կասեմ, դե այս իրավիճակից ուրիշ տարբերակ չունեմ, այսօր նայեք դուրս ես գալիս Երևան, այսօր Երևանի մթնոլորտը, Հայաստանի մթնոլորտը, նայեք ինչ է կատարվում։ Այսօր այս երկիրը բերեցին հասցրեցին մի տեղ, որ ոչ տղամարդն է իր տեղում, ոչ կինն է իր տեղում։ Ես այդ կնոջը հիմա չեմ մեղադրում։ Երբ որ նա մայր էր ու իր տեսքից էլ երևում էր։ Ու այդ նույն հոգեվիճակով ինքը քայլում էր փողոցում, երբ որ լրագրողը հարցրեց ինչ կասեք Նիկոլ Փաշինյանի ու հայր մայրը հայր կինը տղաբարի մեր կանացի ղեկավարի նորմալ հայոց մինչև վերջ։ Իր քֆուրի բոլոր բարեմասնակներով։ Ես մի պահ իհարկե սենց ապրեցի, բայց այդ կնոջը ես արդեն համոզում էի հասկանալ, ես կոպիտ ասած վիզ էի դնում այդ կնոջը չհասկանա, բայց այդ կնոջը հասկացա։
Հրենայի ուր ենք հասել, որ արդեն հայ կին այնքան է լծված։ Ինքը թքած ունի ամեն ինչի վրա ու ինքը բերանսը չի ֆորմ ասեն տղամարդու է քրֆում։ Քֆուրա տալիս մինչև վերջ։ Այդքան լծված է։ Հիմա եկեք այդ բանը չգցենք Վարդան Ղուկասյանի վրա ինքը քֆուրը բերես, քֆուրի մշակույթը մեր մոտ վաղուց եղել է։ Բայց այդ քֆուրի մշակույթը եկել է այն ժամանակ, երբ որ մենք 30 տարի սխալ ապրեցինք։ Ուտեղից ծնվեց ամենամեծ քֆուրը։ Այսօր մեր հողերի վրա ինչ քֆուր է ցանեց արագ աճելու է։ Որտեղ այդ հողի հերներ են անուցել։ Այդ հողում էլ չես կարողանում բացի քֆուրից ոչ մի բան ցանես։ Գյուղացի հերանդերը այսօր բան եմ լսում ինչ-որ ֆինանսների նախարարը չգիտեմ ասեց 200 դրամ պետք է ասում, բայց նա ասում է 200 դրամը չունեմ, իմ վարչապետն է ասում եմ գնա էսի վերցրու բան, բայց այդ մարդը չունի, ասում եմ գնա տունը ծախի, գնա կովը ծախի, գնա մեքենան ծախի, ինձ ասում ես արդեն ծախ, ոնց գյուղացում դու առաջարկում ես իր կովը ծախի, տունը ծախի, ասում եմ գնա վար դերս, ասում եմ ես ցուցակում եմ, ու ինքն էս հպարտությամբ ասում, ինքը խոսում է իր քաղաքացու մասին, իր երկրի ժողովրդի մասին, ու ինքը բերում է բանը, ինքը ճանապարհ է ցույց տալիս բան ժողովրդին։ Գնա տունը ծախի, գնա կովը ծախի։ Դու կովի չափ, այն որ ասում եմ, այդ կովի արժեքը դու գիտես որ ասում ես գնա այդ կովը ծախի։ Ու դա ասում են երկրի վարչապետը, իմաստով Աստված կներես որ հետը համեմատել չի։ Դուք չեք համեմատում։ Փրկիչներ, չէ, շատերի փրկիչ։ Գիտեք զարմանալին որն է, որ մինչև հիմա կան մարդիկ, որ այսքանը տեսնելով, կողը վաճառելով, տունը վաճառելով, կիսասոված ապրելով միևնույն ասում են փրկիչը։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Բայց չէ, եկեք ընդունենք, որ իրանք են մեր երկրի քաղաքացիները եւ ընտրելու իրավունք ունեն։ Նայեք, այսօր կրթության հերանիզեցին, գիտություն, մշակույթ։ Ամեն ինչ։ Պարկասը ворցերի շնորհիվ որովհետեւ սպորտը մի քիչ կարողանում է շնչել։ Այո։ Բայց էլի այդ կրթությունը ազում է մարդկանց մտածելակերպի վրա։ Մատնայեք այդ մակարդակը ուր են իջացրել։ Որ այսօր այս երևույթները այսքան բան են անում այդ մարդու գլխին, ինքը միջև հիմա հավատում է, ես ուզում եմ հասկանամ, այդ մարդը ինչ է մտածում, ոնց է մտածում, այդ ինչ արգումենտներ է բերում իրան, որ ինքը իրան ստիպում է չկորցնել այդ հորինված Աստծուն։ Ժողովուրդ ջան, արդեն ժամանակն է ոտքի կանգնելու։ Խնդրում եմ այդ հարցադրումները հանեք ձեր մեջ, լավ, եթե ինքը չէ, բա ով։ Մի բան կարամ ասեմ, ինքը չէ հաստատ, բայց ով երևի թե շուտով կիմանա։ Ոչ թե նորմալ ասում որ շուտով կիմանա, ես չգիտեմ ով է գալու։ Բայց ես գիտեմ մեկը ծնվելու է հնարավոր չի չծնվի։ Ես գիտեմ որ կա այդ մարդը։ Ուղղակի արդեն ժամանակն է ոտքի կանգնելու։ Առաջինը մեղք են իրանք, որտեղ վաղը պատասխանելու բան ունեն։ Անես կուզենայի հիմա այս եֆրում թույլատրվել քֆուր տայի, բայց ես ուզում եմ ասել։ Այն ժամանակ երբ որ բոլոր կպայականներին եմ ասում, ով որ առու փախի ժամանակ երկրից փախնի, Թիֆլիսի ձիա, չգիտեմ այդ ինչա, բայց նավսակի քֆուրի նման բան ասեցի։ Մեկը դուք մի օր փախնելու է, բայց մի բանից քֆուր են դրում, ով որ փախնի, փախնելու են։ Ձեր ներսից քֆուրի չափով մի հատ քֆուր, չգիտեմ։ Փախնելու են։ Տեսնենք։ Որովհետև եթե մեկը բռնվեց, շղթայաբար մյուսներին քաշելու է։ Դրա համար կամ մեկի գլուխը կուտեն, որ չբռնվի, կամ փախցնելու են, որ իրանք էլ հետևից չբռնվեն։ Դե տեսնենք ժամանակները ցույց կտա։ Լավ, ինչ անենք, լավ, մի բան ասեք, ոտքի կանգնենք, կանգնում էին, ժողովուրդը կանգնեց, 50,000-ից ավելի ժողովուրդ հավաքվեց, հետո չհաջողեց, նորից կանգնեց, վրաները խփեցին։ Որովհետև որոշում կայացնել չգիտեին։ Դի որոշում կայացնես ու քո կայացած որոշմանը տեր լինել, տերը նող չկա, ուղղորդող չկա, այսօր կպել ենք այս դատարանից, համաշխարհային այս դատարանից, Եվրոպան ինչ կմտա, արա թքած այդ ամեն ինչի վրա, Եվրոպան ինչ ուզում է դու մենք մեր գործնապետք շուտ անել։ Ինչ ենք ուրիշի օրենքներով չափում մեր ապրածը, ինչ ենք մենք մեր օրենքները պետք է վաղուց գրած լինեինք։ Ես կմտածի, ինենք կմտածի, տես ապրելով եկանք հասանք այսօրին։ Թքածով ինչ կմտածի, այս երկիրը լավ լինի։
կտամ եվրոպական դատարան, տամ դու եվրոպական դատարան, 10 հատներ դատարաններ այնքան լավն է, որ էլ այդ դատարանների հույսին չմնան։ Հատկապես սարքել են մի ստրուկտուրա, որ արդեն իրանք լիքը ազգերի փոխարեն, որ եթե Եվրոդատարանը որոշեց, որ սենց է, ուրեմն իր ասածը ասնավանի է։ Հիմա ես իրանք լեզվով եմ խոսում, որտեղ վերջերս մեր վարչապետը նույնիսկ ազգային ժողովում արայով խոսած։ Ասած արա եկեք պատերով կա, արա եկեք պատերով կծեպեմ, եկեք խարսածվիլցի իրար հետ։ Այո։ Արայով ես խոսում։ Կտրոր եմ կանցնեմ։ Արայով ես խոսում ազգային ժողովից։ Հա, էդ է քո մտածելակերպը։ Հիմա ես որ ես այդ մարդու հետ արայով խոսամ, իրա դուրը կգա, թե կնեղվի։ Ես եթե իրան ասեմ արա վարչապետ, մի կասեն եղքես ինչ անդասիրակա չէ, բայց ես լսել եմ։ Հա, բայց ինքը իմ ուսուցիչը, չէ։ Հա, բայց ինքը անգամ չի նեղվում, երբ իրան ասում են թուրք, չէ՞։ Կամ մարդիկ որ ասում են թուրք, ու ինքը չի նեղվում, ասում է ես չեմ նեղանում այդ բառից։ Գուցե արայից է չնեղանա։ Դե կգա ժամանակ դրան չէ նեղանա, կամաց իրանք հարմարում են, չգիտեմ։ Դե եթե մի վարչապետ երկրի առաջին օրենք պահող մարդը ասում է վարորդական իրավունքը պարտադիր չի, գցում ես դեի վրա գնում ես ասում է։ Հիմա երկինա դեի վրա գցե գնում է։ Հա ժողովուրդը մի նայեք, թեկուզ այդ օրինակը բերեմ։ Լուրջ այդ ձեր սիրած վարչապետի ասած դուք ընդունում եք ու ասում եք դա ճիշտ է, եթե դա դրա համար, եթե նայեք, եթե այս մարդու ասած այդ մարդկանց համար ճշմարտություն է, ուրեմն այդ մարդիկ տենց են մտածում, ուրեն ինչ մակարդակի են իջացրել։ Բա լավ է, ումից եք պահանջում ոտքի կանգնել։ Նայեք, ես ներկայանում եմ մի բանից, ես շատ ժամանակ առաջ ասել եմ, որ այս կառավարությունը պիտի անտեսել ոչ մի բան։ Հիմա սրանք այդ հոգեբանությունը ամեն օր մի բան են բլթացնում, գցում են դաշտ, մենք էլ sense վերցնում ենք ներվանում դարձում ենք քննարկման առարկա ու մենք մտածում ենք մեր վաղվա ծրագրի մասին, ինչ կարելի անել։ Ու կարծում եմ սա էլ է մտածված։ Իհարկե մտածված է, թեմա, այս մի թեման ծրելու համար առաջ են բերում արհեստական այլ թեմա, զարգացնում են, աճեցնում են, այս մեկը արդեն տակով ինչ ուզում անում են։ Ես գիտեմ։ Մենք մտել ենք փակուղի, բայց մեկը Մենք դեի վրա ենք գցել ու գնում ենք։ Դա հիմա մենք մտել ենք փակուղի, բայց մեկը յուրաքանչյուր փակուղում կա ճանապարհ։ Հոգի մի քիչ հանդարտվել է պետք։ Սրանց գոնե մի ինչ որ կար ժամանակով արհամարել է պետք, որ գոնե սրանք հասկանան, որ ամենամեծ զենքը դա արհամարանքն է, ու անպայման բերենք միտեղ, որ իրանք հասկանան, այս երկրում պատիժ կա, որ առաջի կարողները իրանք են լինելու։ Որ նոր սերունդը ոնց որ մենք մեր ներկայացման մեջ ենք ասում, Բարոն Սահակյանն լավ գրել միակ կուլպայի մեջ, ու դա միշտ հիմա դաշված է իմ ուղեղում, ասում է, այ երբ որ մի 15-20 տարի առաջ Բաղրամյանի ծառերից մի 15 հոգու կախած լինեինք, ու այդ պատկերը փոխանցվեր սերունդ առ սերունդ, կհասկանանք, որ այս երկրում պատիժ կա, ու մի նոր սերունդը հաստատ այս սխալները չեր անի։ Այսօր մենք գիտենք, որ պատիժ չկա։ Այո, անպատժելիության արդյունքը, այո։ Ու սրանք ես կարծում եմ պիտի դառնան առաջիններից մեկը ու դա հետո պատմությունը քանդելով հասկանալով ովքեր են մեղավոր, նաև իրանք էլ իրենց պայ պատիժը կրել։ Ես կարծում եմ դրան արժանի կլինենք։ Եթե մենք հետ չանենք, կարող ենք չտեսնել։ Չտեսնենք էլի։ Դե ուրեմն տեսնենք։ Եթե մենք հետ չանենք, այս հույսունը որ նոր սերունդը կանի։ Նոր սերունդը կանի ցիվիլ։ Ես կարծում եմ նոր սերունդը այնքան կրթված է, որ դա կանի առանց կախելու, բայց կուզենամ դրանց ստորացնել, ուղղակի։ Ես իմ մոտ հիմա նոր պրազնիկ եմ մտածել, նոր տոն ես ազգի համար։ Է որ մայիսի 1-ին, որ մեր հաղորդավարները հայտարարում են, հրապարակ են մտնում, ես կուզենամ, որ քպայականների միշտ առանձնացնենք, չգիտեմ, այդ տոնի օրը կորոշենք, որ ամեն օր տոնելու ժամանակ մեր հաղորդավար ասի հրապարակ են մտնում քպայականները, մեր դավաճանները, պատժելու համար մոտեցեք ու այսինքն սիրուն չափալախի, ու իրանց չսպանեն, իրանց ոչ մի բան չանեն, հետո իրանք փագեն, պահեն միտեղ, լավ կերծեն, որ մինչև 100 մյուս տարի այդ տոնորին էլի այդ պատիժը կրեն, որ իրանք հասկանան, որ դա է պատիժ։ Ասենք մտնում են մշակույթի դավաճանները, մտնում են Կրթության դավաճանները։ Այդ առողջապահության մեր նախարարում նայեցեք։ Դուք զգացել եք, որ մեր բոլոր պատգամավորները բոլորը խոսում են Փաշինյանի ձենով։
Հա, ես զգացել եմ։ Հա, բոլորը, այդ նույն Այն նոր աղջկաս հետ էի դա քննարկում։ Ես շատ սիրելի առողջապահության նախարարինի սիրուն զնգուն ձայն ունի, չէ։ Չէ։ Ոնց որ գետակի բանը, անտառի միջի գետակի առվակ ունի։ Ամեն դեպքում չէ։ Հա։ Շատ սիրուն ասում, ոնց որ այն որ ինչ էր ասում, մի րոպե։ Ինչ որ առողջապահության նախարարությունը ես չեմ հասկանում, թե որոշումը կայացնի, որ ինքը պետք է զբաղվի լռությամբ, քաղաքի լռությամբ, որ չգիտեմ, այդ ձեռները չունի, որտեղ դա ինքը որոշել է, դա առողջապահության որոշել է։ Ինչ որ իմացավ, ես կողքից լսեցի, ես նույնիսկ բան եղավ, ոնց դու առողջապահությունը դες վիճակում է։ Այսօր արյան վարակա տարածած ու մարդիկ են ներում դրա մասին չես խոսում ես որ արա քաղաքում եթե մեքենայով գնում են դրա ձենը բարձր ու դու գտնում ես որ դա ազդում է քո ազգի առողջության վրա դրանով հատուկ մարդիկ կան կարող զբաղվել կամ մի հատ նորմալ օրենք անեք օրենքին տեր եղեք որ բարձր երկերով ու բաներով մեքենաներ չեն լինի կարծում մի երկու հոգու պատժեք այնց անկեղծ ու օրենքին համապատասխան տարով ու դրանից հետո չի ոչ թե դրանով զբաղվի Նախարարի մակարդակ առողջապահության նախարարը։ Այդ ոնց էր խոսում։ Գիտեք ինչ հիշեցի։ Շատ, Գիտեք ինչ հիշեց, պարոն Հարությունյան։ Պատերազմը նոր էր ավարտվել։ Կարծեմ մի տարի էր անցել պատերազմից։ Բոլորս խելագարված այդ տղերքը, այդ հաշմանդամ երեխեքը 21 տարեկան, որին նայում ես մեկը ես չունի, ինչու չեմ ուզում ասեմ, առողջապահության նախարարը հիշում եք ինչ ասեց։ Աղը վնասակար է, պետք է աղը հանել սեղանի վրայից։ Այսինքն մենք ավելի լուրջ խնդիր այդ դրանց այդքան իր ուղեղի չափը այդքան ինքը այս ուղեղի չափով երկիր Դե դրա համար մի զարմացեք որ ասում լռություն եմ ուզում Դե դա եմ ասում էտա իր հաջորդ քայլը էտա վաղ այսօր կասի եկեք առողջապահություն առաջարկում է որ գոնե ամեն երրորդ հայ իր օջախում ունենա Սանտավիկի փոքրիկ տուփիկ գործարան Հա որ Սանտավիկ արտադրել չգիտեմ Այդ մարդը այդ չափով առաջարկություններ Չէ, սա ողբերգություն Ախր գաղափար չունի առողջապահությունը, ինքը չգիտի ինչ բան է։ Ինքը մասնագիտությամբ էլ այլ կրթություն, այլ մասնագիտություն ունի։ Ինչ բան, դու ինչ գիտես ինչ բան է բժշկությունը, դու ինչ գիտես ինչ բան է բժիշկը, բժիշկի հոգին, բժիշկի մարդը, բժիշկի դու ոնց կարող ես իրան ուղղություն ցույց տալ։ Ոսում ենք առողջապահություն բանը կարող, բայց մենք բանը պատուհաններն ենք փոխել։ Վերջ։ Իր միսիան է դա հիվանդանոցի պատուհաններն։ Իսկ դեռ մենք տղաներ ունենք, որոնք հաշմանդամ են եւ թոշակը չի վերականգնվում։ Գիտեք, մի տարօրինակ իրենց համար սովորական բան ասեմ ձեզ, ոդկը կտրած տղային տարին մեկ կանչում են հետազոտության։ Տեսնեմ ոդկը էլի կտրված է թե չէ։ Հրաշներին հավատում են տղեկ ջան ներողություն եմ խնդրում։ Իրանք հրաշներին հավատում են, որ մի օր իրանք այնքան մաքուր են, որ մի օր մեր հաշվանդամների ոտերը կաչեն։ Այդքան հավատք ունեն, ոնց եմ սատկում սրանց հավատքի համար։ Ու արդեն եկեք այդ հոգեբանությունից գնանք էլի խնդրում եմ, եկեք մեր չափման միավորը փոխենք, եկեք հենց հասնում է ընտրությունների ժամանակ այս ասֆալտ ենք անում, մանգապարտ են, դա պետք է սարքեք, պետք է անեք, դա մի դարձրեք դրոշակ, եկել եք կառավարությանը հետ անեք, դուք ուրիշ բան արեք, որ ինձ կարողանաք զարմացնել։ Այսօր Գյումրով փողոցներն անում իրանք մենք այս փողոցն ենք վերանորոգել, այս փողոցն ենք վերանորոգել, այս ասֆալտը դարձել եք չափման միավոր։ Այսօր ասֆալտն ու 30 արծաթ, որ ես վերջերս Սարիկի պահով ասեցի։ 30 արծաթ, որտեղ արդեն սկսել են բոլոր այդ չափով բան անել, ծախրել։ Էսա ձեր ամեն ինչը։ Ասֆալտ, մանգապարտեզ, դա պարտականություն է, դուք պիտի սարքեք ու դրա մասին չխոսեք։ Դուք դա պիտի մատի փաթաթան չանեք։ Նույնիսկ եթե արել եք ինչ-որ, կարողացեք այնքան լռել ու այնքան սիրուն արել, որ ես խոսեմ դրա մասին, ոչ թե դուք։ Այ անողներ, դուք եք անողները։ Բայց սովա մեր հպարտ քաղաքապետը, ես դրա կյանքին մեռնեմ, արա։ Հարելորը, քաղաքապետը անում այդ ոնց կանչեց բաներին, Ոչ միատ հələ մարդիկանները ներս գան, հələ էդի ձևա, ով եք դուք, ու ինքը հելնում ատեղից թրնում, արա, դուր ես թրնում, արի տեր կանի, քոնտանիքն է,
կներեք մի քիչ ձայնես բարձ։ Մի հատ հələ ոստիկանները նենց գանել է բան։ Եղքեթից դեվերա այդ ոնց է դիմում, այդ ոնց է խոսում։ Չեմ կա։ Այդ ոնց դմանացրեցիք ձայնը։ Դմանացրեցի, պտոր ես չեմ նմանացրել, պրոստը այդ ձենը պետականներից մեզ է, այդ բայց բոլորի մոտ այդ ձենն է։ Այդ ինչ դիմելա ձևը, այդ ոնց է ու ես եթե այդ ոստիկանության տեղը լիներ, ես այդ մարդուն լիքը մատերից մեկը ցույց կտայք, ասի առհատ ես քո ասացի վրա կգամ, էցի լուրջ ոստիկանության աշխատողներ, կարմիր բերետավորներ, լուրջ եմ ասում, ցավներ տանեմ, ձեզ անեն սպայեք, ձեզ դիմելու ձևը փոխեն։ Արա հասկացա գնում եք դեպի ստրկության, բայց մի քիչ հենց ապրեք, որ գոնե մի օր ձեր ներսում Սպարտակը արթնանա, այդ անտեր որ արթնանում է, լիքը բան է փոխվում։ Սպարտակն էր ստրուկ։ Բայց մնաց պատմության մեջ իր թասիբին, իր տաղարնելուն։ Մի քիչ տաղա եղեք, էլի լուրջ եմ ասում։ Մի քիչ տաղա, այդքան բան։ Ու ձեզ քսի են տալիս, տենց մի գնացիք, այս ազգը ուտելու ազգ չի։ Այս ազգը պահելու ազգ է, եթե կարաք պահեք, այս ազգի միտքեր։ Երբ որ այդ 75 տարեկան կնոջը այդ ոստիկանները մցրեցին բան, հնես կուզենա այդ ոստիկանների մորը մի օր փողոցում բռնել ու այդ ոստիկանի մորի հետ մի քիչ կոպիտ վարվեի, ասենք, ոչ թե վիրավորել բան այլ, որովհետև դրամ այդ տղու դուրը կգար, այդ կնոջը այդպես կոպիտ մտցնել մեքենա ու բերել այդ 75 տարեկան կնոջը։ Լավ, եթե մտածում եք ինքը փող է վերցրել, այսօր դուք եք բերում նրան, որ մարդիկ փող վերցնեն։ Ու այն Վահագն Ալեքսանյանը, որ հանեց այն 5000-ը դրեց ազգային ժողովում բանի վրա, բալես գնա այդ 5000-ը հետ վերցրա, այդ կերպով դուք եք ապրում, վերցրա, որ ձեռդ փող լինի, տղես։ Ու մյուս անգամ դες ամպագորգոր մի խոսա Լեննականում, ազգային ժողովում, դու գոնե խոսելուց առաջ մտածի ինչ ես խոսում։ Ես որ մնամ լիքը բան արելով, երևի փակենք թեման, թե ելնենք տնելով, կարան գնամ ջրաշխարհ լողանալու չլինի։ Ցուրտ է։ Ցուրտ կապ չունի։ Ցուրտ է ոչ միայն ջրաշխարհում, մեր ներսում, մեր հոգում, մեր կենցաղում։ Պարոն Հարությունյան, չեք պատկերացնում ինչ բացառիկ հաճույքով է ձեզ լսում։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեր խորհրդի համար, ձեր դիմումի համար, ձեր գոռոցի համար։ Չէ, ես ամեն ինչի համար եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզ, ես ներվում եմ նրանից, որ մենք դեռ քնած ենք։ Դուք պետքա դիմեիք, կոչ ունեիք, այո։ Ժողովուրդ, խնդրում եմ մի հատ ձեր այդ կողքի աղմուկներից հետ բերեք։ Մի հատ այնտեղ փարկաշո համացանցում լիքը վիդեոներ կան, որոնք լրության մեջ տան առանձին նստեք ու հետ տվեք, մի հատ նայեք ովքեր են եկել, ոնց են եկել, ինչ են ասել, ու այսօր ինչ են ասում, ինչ են անում, ու դուք այսօր պատրաստ եք սրանց այս մարդկանց բանանել, թողնել, որ իրանք վաղուց պիտի գնացած ունեն։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, արթնացեք։ Արդեն ժամանակն է։ Այսօր մեր ամեն օրը ու մեր ամեն մի ժամը դա արժեք է, եթե մենք Եվ ճակատագրական։ այո, կորցնում ենք, վաղը միսօր գլխներիս ենք տալու։ Սրանց թափերը գնացել արդեն սահմանադրություն, սրանց թափերը գնացել արդեն Սյունիք, սրանց թափերը գնացել այլ երկրի, որտեղ իրանց արդեն ապաստան են ման գալիս։ Այդ թափերը կտրել ապետք։ Ու ես կուզենամ ԿՊ-ական իր բոլոր թափերը կտրած լինի, որ իրանք դուրս գան քաղաք, մենք այս կտրվածքից հասկանանք, որ իրանք ԿՊ-ական են եղել։ Որ իրանք կուզենան երբևիցե, կուզենամ դա 15-րդ տարեկան տան, որ սկսեն ձեռնով քվեարկել։ Ես կուզենամ այդ մի երկու տարով տենց սկսենք մենք ձեռով քվեարկել, այլ ոչ թե կնոպկեքով, որ իրանք երբևիցե իրանց մեկ անգամ ևս շանս տրվի քվեարկելու, իրանք ձեռք բարձրացնելուց հասկանան, որ ինչ են կորցրել ու ինչի համար են կորցրել, ինչի պատճառով։ Մի խոսքով, երեխեք ջան, մեռնեն ձեր ջանին։ Իմ երիտասարդներ, իմ ընկերներ,
Ես ձեզ չեմ դրդում ոչ մի բանի։ Դուք այնքան շնորհքով այնքան տաղանդավոր եք, դուք ձեր որոշումը կայացրեք, այսօր ձեր ձայնը արժեք է։ Եթե ովքեր արդեն 18 տարեկանին ու ավել են, դուք այսօր ձայն ունեք, դուք որոշիչ ձայն ունեք։ Խնդրում եմ, դուք ստեղծեք ձեր կուսակցությունը, ու ես գիտեմ, որ այդ կուսակցությունը կստեղծեք ոչ թե սոված փորով, այլ կշտացած ուղեղով։ Ու գիտեմ, որ ձեր կուսակցությունը արդեն արժեք ունի, ու գիտեմ, որ ձեր կուսակցությունը վաղը ասելու բան ունի, ու ոչ միայն մեզ բոլորիս, այլ նաև աշխարհին։ Ու ես գիտեմ, որ դուք, երեխեք ջան, վաղը միսօր մեր ազգին ու մեր պետությանը վերջապես կարողանաք աշխարհին ճիշտ հրանցնել ու մատուցել։ Արդեն աշխարհը մեր մասին կարծիք ուներ ժամանակին, հիմա էլ չունի։ Կարծիքն էլ փոփոխական։ Խնդրում եմ այդ կարծիքը վերականգնեք ու հային աշխարհին ճիշտ մատուցեք։ Սիրում եմ ձեզ, գժվեք, խելառեք, գժվելուց է, որ մարդ կարողանում է ինչ-որ բան ստեղծել։ Իսկ բնությունն էլ է գժվում, հենայք ինձ։ Սիրում եմ ձեզ, ինչ անեք ձեր կողքին եմ։ Մենք էլ ձեզ ենք սիրում եւ շնորհակալ ենք ձեր ճիշտ տեսակի համար։ Իսկ մենք կհանդիպենք, ես խոստանում եմ։